Ժողովուրդը գրում է. Փարաքարի նախկին համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի անժամանակ մահից հետո համայնքը պատրաստում է նոր ընտրությունների եւ ունի համայնքապետի նոր թեկնածու։ Փարաքարի համայնքի ավականին 3 հոկտեմբերի 2-ին արտահերտ նիստ էր հրավիրել, որի ժամանակ որոշել են, որ համայնքի ղեկավար կընտրեն հոկտեմբերի 7-ին։ Միասնություն կուսակցությունների դաշինքի Փարաքար համայնքի ավականու անդամ Հայկ Սարգսյանը թերթին հայտնել է, որ ավականին հոկտեմբերի 7-ին պատրաստվում է համայնքապետ ընտրել Օնիկ Ախվերդյանին ցուցակի հաջորդ համարին։ Մենք 100%-ով ընտրելու ենք նրան։ ՔՊ-ն կարող է թեկնածու առաջադրել, բայց նրանք մեծամասնություն չեն, դժվար թե անցնեն, ասել է նա։ Հրապարակը գրում է. Նախորդային պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են, քննարկել անելիքները իմպիչմենտի գործընթացի հետ կապված։ Պատիվ ունեմը Հայաստանին էր փոխանցել ձևաթուղթը, սակայն քանի որ որոշ падգամավորներ ԵԽԽՎ-ում գործուղման են, 3-4 հոգի դեռ չի ստորագրել։ Բացի այդ, կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի մոտ էլ պետք է ձևաթուղթը տանեն, ստորագրի։ Այդուհանդերձ երկու ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն։ Երկու ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն, առաջարկում են նախ 4 ուժերի միջև իշխանության հստակ բաժանում անել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։ Թերթին փոխանցել են, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։ Հրապարակը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է։ Այն կքննվի փակլսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ եւ պնդում է, որ ժամկետների խախտում չկա։ ԱԺ-նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ։ ԱԺ-նախագահն էլ պնդում է, որ ստացել է ԱԺ իրավական վարչության եւ քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց խախտվել են ժամկետները։ Ժողովուրդը գրում է. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունից թերթին հայտնել են, որ դեպքի առնչությամբ նախընձեռնել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։ Քննչական կոմիտեից թերթին տեղեկացրել են, որ անձի մահվան դեպքով նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։ Իրավունքը գրում է. ՔՊ-ական բուժքրոջ բարձրագույն կրթությունը ոչ պարտադիր համարող առողջապահության հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Հռիփսիմե Հունանյանի անհավասարակշիռ պատասխանները հունից հանել են ՔՊ-ական տղամարդկանց։ Վերջիններս նիստի ավարտին խնդրել են նրան, որ ինքնակամ հրաժարվի այդ պաշտոնից, բայց բուժքույր падգամավորուհին անդրդվելի է մնացել հայտարարելով. «Չէիք ուզում չառաջադրեիք, հիմա չեմ պատրաստվում այսքան ասել խոսելուց հետո պաշտոնս զիջելու սոյին կամ զառային, չհավատաք»։ Հրապարակը գրում է. Վարդան Ղուկասյանի հասցեին 3 սպառնալից հայտարարություններ հնչեցին։ Փաշինյանը պատասխանելով Գյումրեցի падգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից։ Թերևս մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ ՀՀ ինքնիշխանության դեմի փրարած հայտարարության համար։